Եկեք կարդանք այս խոսքը։ Երկրորդ մնացորդաց գլուխ 7 եւ խոսք առաջին։ Այստեղ ասվում է. Երբ Սողոմոնը վերջացրեց աղոթքը, կրակն իջավ երկնքից, լափեց ողջակեզերն ու զոհերը, եւ Տիրոջ փառքը լցրեց տունը։ Հենց այդպես, Տիրոջ փառքը լցրեց այդ տունը։ Շատ մարդիկ հարցնում են. Եպիսկոպոս, ինչ անեմ, որպեսզի լուծեմ իմ խնդիրները։ Ինչ անեմ, որպեսզի կյանքս կարգավորվի։ Ինչ պետք է անեմ, որ կյանքս փոխվի։ Եվ ամենաշատ տրվող հարցը, ինչ անեմ, որպեսզի ստանամ Սուրբ Հոգուն։ Արդյոք երկար ժամանակ է պետք Սուրբ Հոգուն ստանալու համար։ Միթե ես պետք է սպասեմ 1 կամ 2 տարի, որպեսզի Սուրբ Հոգով մկրտվեմ։ Ոչ, Աստծո պատասխանը կախված է ձեր վերաբերմունքից։ Այն պատասխանը, որ դուք ակնկալում եք Աստծուց, կախված է ձեր արարքներից։ Երբ դուք բերում եք ձեր կյանքը նրան որպես կատարյալ զոհ, Աստծո կրակը, ինչպես այն խոսքում մենք կարդացինք, դա խորհրդանշում է Աստծո պատասխանը։ Այն անմիջապես է իջնում։ Կարելի է ասել, որ դա դուր եւ առ սկզբունքն է։ Հենց այդպես է Աստված գործում։ Երևի դուք շատ վկայություններ եք տեսել։ Այն մարդկանց վկայություններն, ովքեր եկել են մեր եկեղեցի, շատ հուսահատված եւ վատ վիճակում։ Անցնում է ընդամենը մի քանի ամիս եւ նրանց կյանքը փոխվում է։ Նրանք շատ հաջողությունների են հասնում։ Ջրի մկրտություն են ընդունում եւ շատ շուտ Սուրբ Հոգուն են ստանում։ Դրանից հետո էլ նրանց կյանքը հզոր կերպով աճում է։ Սակայն կան նաև ուրիշներն, ովքեր այստեղ են 20 կամ 30 տարի, բայց նրանց կյանքը շարունակում է ավելի ու ավելի թառամել։ Ո՞րն է խնդիրը։ Խնդիրը նրանում է, որ նրանք այն մարդիկ են, ովքեր չնայած որ գիտեն ճշմարտությունը, միևնույն է հրաժարվում են 100%-ով նվիրվել Աստծուն։ Նրանք հրաժարվում են զոհից։ Եթե դուք Հին Կտակարանում կարդում եք, թե ինչպես էին մարդիկ զոհ մատուցում, նրանց մատուցած զոհը հենց իրենց էր ներկայացնում Աստծո առաջ, իսկ զոհասեղանը ներկայացնում էր Աստծուն։ Եվ ինչ է զոհասեղանը։ Ինչի համար է այն։ Զոհասեղանը նրա համար է, որպեսզի մարդիկ կարողանային իրենց զոհերը բերել, եւ հենց այդտեղ Աստված կամ ընդունում էր, կամ էլ չէր ընդունում մարդկանց զոհը։ Այսպիսով, ինչպես որ դուք հասկացաք, կփոխվի ձեր կյանքը թե ոչ, դա կախված է ձեր որոշումից։ Այն որոշումից, կտաք Աստծուն ձեր կյանքը թե ոչ։ Ես գիտեմ, եթե ես ասեմ, ովքեր են ուզում իրենց կյանքը Աստծուն տալ, ովքեր են ուզում Հիսուսի հետևից գնալ։ Ինչպես միշտ շատերը առաջ կգան, շատերը ձեռք կբարձրացնեն։ Ձեզանից շատերը կասեն, այո, ես ուզում եմ։ Այդպես չէ, շատ մարդիկ հենց այդպես են անում։ Փակում են իրենց աչքերն ու աղոթում են, մոռանալով ամեն ինչի մասին, նույնիսկ չեն մտածում։ Ոմանք նույնիսկ լաց են լինում, եւ շատ գեղեցիկ տեսարան է ստեղծվում։ Իհարկե մենք այդ ամենին դեմ չենք, բայց եկեք մտածենք, ինչ կա իրականում այդ մարդկանց սրտերի ներսում։ Ինչ կա հենց ձեր ներսում, որովհետեւ մարդկանց մեծամասնությունը եկեղեցի է այցելում տարիներով։ 2 տարի են գալիս, 4, 10, 15։ Մենք միշտ այդ նույն մարդկանց ենք տեսնում։ Եվ գիտեք խնդիրը որն է։ Առաջին օրվանից, երբ մենք հարցնում էինք, ով է ուզում իր կյանքը տալ Աստծուն, նրանք ձեռք էին բարձրացնում։ Երկար տարիներ են անցնում։ Մենք կրկին նույն հարցն ենք տալիս։ Եվ միևնույն է, այդ մարդիկ դեռ իրենց ձեռքերն են բարձրացնում։ Սա նշանակում է, որ նրանք այդպես էլ իրենց կյանքը չեն տվել Աստծուն։ Այն նույն դեմքերը, այն նույն մարդիկ, ում մենք տեսնում ենք տարիներ առաջ, նրանք նորից առաջ են գալիս, որպեսզի ապաշխարեն կամ իրենց կյանքը տան, ինչու նրանք չեն տվել իրենց կյանքը մի քանի տարի առաջ։ Երբ նրանք լսելով մեր ուղերձը, մոտեցել էին այստեղ, երբեմն ես մտածում եմ, Աստված իմ, ինչու է այս մարդկանց մոտ այդպես։ Եվ այդ մարդկանց համար շատ դժվար է։ Նրանք աղոթում են, խնդրում են, նրանք ինչ-որ ուղղորդությունների են մասնակցում, բայց այդպես էլ չեն տեսնում այն, ինչ որ պետք է տեղի ունենա իրենց կյանքում։ Բայց մենք չենք կարող ասել, որ Աստված արդար չէ, որովհետև ինձ հետ տեղի ունեցել դա։ Ես ստացել եմ Սուրբ Հոգուն։ Շատ մարդիկ ունեն այդ վկայությունը, որ ստացել են Սուրբ Հոգուն։
Եվ եթե նրանք ստացել են, ուրեմն դուք էլ պետք է ստանաք։ Եպիսկոպոս, ինչի մասին եք դուք խոսում։ Այդ ինչ պետք է տեղի ունենա։ Ես խոսում եմ նրա մասին, որ ձեր կյանքը պետք է փոխվի։ Դուք պետք է նոր կյանք ունենաք եւ պետք է նոր մարդ դառնաք, նոր մտքով եւ նոր սրտով։ Որովհետեւ եթե դա տեղի չունենա ձեր կյանքում, այն ամենն ինչ որ դուք անում եք, նույնիսկ եկեղեցու ներսում, այդ ամենն իմաստ չունի եւ չունի ոչ մի արժեք։ Այդ ամենը ոչինչ է։ Ամենից առաջ ձեր կյանքում պետք է փոփոխություն լինի, եւ դա ասելով ես նկատի ունեմ, որ ձեր կյանքը 180 աստիճանով պետք է փոխվի։ Հենց սա է իրականությունն, իմ ընկերներ։